Գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար։ Ըստ դատախազության հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւս 9 անձի նկատմամբ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի որդի գործարար Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի, հանգուցյալ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Այգեծոր ՍՊԸ-ի ղեկավար Արամայիս Որսկանյանի նկատմամբ։ Առավոտյան ձերբակալվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա որդի Սեդրակ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց։ Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիմակավորված ԱԱԾ-ականները շուրջ 7 ժամ գործողությունից հետո հեռացել են Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանից։ Բնակարանում գտնվել են падգամավորի 3 անչափահաս երեխաները։ Ըստ երևույթի ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ Դավաճանի, այսպես սովորական գործելավոճն է։ Սա է, սրա մասին փաստորեն երեքներ մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում, ու այդպես ժողովուրդ չէ։ Այսինքն դուք կապում եք ձեր այդ ելույթի հետ, այս գործողությունները դուք կապում եք։ Ընդհանուր, հիմա կոնկրետ այդ ելույթը, որ ասեմ առանձնացնեմ, միայն այդ ելույթի հետ չէ, այդ ելույթը կարող է ինչ-որ ավելորդ խթանա ասացել, բայց նման ելույթներ այնպես չէ, առաջին անգամ ունեցել, ու ընդհանուր այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեությունից։ Շատ պատահական ճակերտավոր զուգադիպություն է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խուզարկություն իրականացնելու հենց 3։ Ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Ըստ Լևոն Քոչարյանի պաշտպանի, առգրավվել են հուշանվերներ եւ գործի հետ կապ չունեցող իրեր։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում քննչական եւ բարութային գործողություններ են իրականացվում Orange Fitness ակումբում եւ Play City զվարճանքի կենտրոնում եւ ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Քննչական գործողություններ են իրականացվում նաեւ Piazza Grande բիզնես կենտրոնում եւ Toyota Yerevan ավտոսրահում։ Piazza Grande բիզնես կենտրոնում խուզարկություն է իրականացվել երգչուհի Սիրուշոյի Պրեգոմեշ ընկերության գրասենյակում։ Շենքի 1-ից 3-րդ հարկերում գտնվող տարբեր գրասենյակներ կապարակնքվել են։ Խուզարկության ընթացքում վարույթի համար նշանակություն ունեցող որևէ բան չի հայտնաբերվել, հայտնել է Պրեգոմեշ Production-ի փաստաբան Հակոբ Գուրեգյանը։ Վարույթի համար նշանակություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց։ Դա առաջի կարևոր արձանագրություն, որ պետք է անել այս իմաստով։ Եվ երկրորդը ինչպես տեսակ, չգիտեմ ոնց կոչեմ, էլի կապարակնքում կամ պլոմբում, հա, ժողովրդական լեզվով որ ասում են, այդ գործողությունը իրականացվեց, սա քննչական մարմիններում նոր պրակտիկա է, երևի թե նախադեպը մինչև այդ չի եղել, բայց վերջերս բարբերաբար կիրառվում է առանց որևէ իրավական հիմքի վկայակոչման, սեփականության իրավունքի սահմանափակում է տեղի ունենում, այսինքն քննիչը ֆիզիկապես արգելում է մուտքը որոշակի տարածք, մինչդեռ սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում եւ այն է դատարանի որոշումը։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը այսօր վերադարձել է խորհրդարան։ Խմբակցության անունից ելույթ է ունեցել Նարեկ Կարապետյանը եւ հիշեցրել, թե ինչ եղավ 115 տարի առաջ թուրքերի հետ բարեկամություն քարոզող Գրիգոր Զոհրաբի հետ։ Այս գլխարկով մարդը, ցիլոյով մարդը Գրիգոր Զոհրաբն է։ Նա ջատագովն էր պատմականորեն հայերի եւ թուրքերի միջև լավ հարաբերության։ Լավ հարաբերություն էր, ասում էր մենք պետք է լավ հարաբերություն ունենանք։ Ողջունել էր երից թուրքական հեղափոխությունը։ Իրար հետ ընկեր էին ինքն ու Թալյաթը։ Եվ համարվում էր արևմտահայության թիվ 1 քաղաքական գործիչը։ Գրիգոր Զոհրաբը կալանավորվել է Թալյաթի հետ հանդիպան մյուս օրը իրար հետ կարտ խաղալու մյուս օրը։ Եդեսիայի ճանապարհին թուրքերը այս մարդու ով հայ քաղաքական մտքի բարձր ներկայացուցիչն էր
թուրքերը այս մարդու գլուխը քարերով են բացել ու թողել են Եդեսայի ճանապարհներին։ Մինչ դա 6 տարի առաջ դրանից այս մարդը ասում էր, որ մենք եկել ենք երկարատև համերաշխության։ Միշտ երբ մենք գնում ենք համերաշխության, երբ մենք դադարում ենք դիմադրել, պետքա հիշենք, որ մի օր Եդեսայի ճանապարհին գլուխը բացած ընկած չլինենք։ Այսօր Լաչինում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ու մասնագիտացված օպերատորների աշխատանքային հանդիպումը։ Բանակցությունների առանցքում եղել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման ու արտահանման հնարավորությունները եւ պետական սահմանների էներգետիկ ենթակառուցվածքների տեխնիկական փոխկապակցման հարցերը։ Համաձայն հայտարարության այս գործընթացը նպատակաուղղված է տարածաշրջանային էներգահաղորդակցությունների վերականգնմանն ու երկկողմ տնտեսական փոխգործակցության նոր մեխանիզմների ձևավորմանը։ Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ Զոհերի եւ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են։ Այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար Կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում, հայտարարել է Պեսկովը։ If we are to be completely frank, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը կոչ է արել ավելացնել պատրիոտ հրթիռների մատակարարումները Կիևին հակաօդային պաշտպանության միջոցների սուր պակասի ֆոնին։ Նրա խոսքով ուկրաինացիների համար անհասկանալի է, թե ինչու են հարյուրավոր կյանքեր փրկող հրթիռները պահվում պահեստերում, այլ ոչ թե կիրառվում խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Նա հորդորել է գործընկերներին կայացնել միակ ճիշտ որոշումը եւ պահեստերում արկա բոլոր որսացող պատրիոտ հրթիռները փոխանցել Ուկրաինային։ Մելնիկը նաեւ հայտարարել է, որ Կիևը նախաձեռնում է գլոբալ կոալիցիայի ստեղծում, որի նպատակն է տասնապատիկ եւ ավելի մեծացնել հակաբալիստիկ հրթիռների արտադրությունը, կյանքեր փրկելու եւ հետագա հարձակումները զսպելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Կանադայի առևտրային քաղաքականությունը համեմատել է չինականի հետ, որակելով այն վատագույններից մեկը աշխարհում։ Նա նույնիսկ պատահաբար Կանադան անվանել է ԱՄՆ-ի նահանգ, հետագայում արդարանալով, թե դա պարզապես վրիպակ էր։ Այս հայտարարությունները հնչել են երկու երկրների միջև առևտրային բանակցությունների տապալման ֆոնին, ինչի հետևանքով ԱՄՆ-ն 50%-անոց մաքսատուրք է սահմանել $20 միլիարդ կանադական ապրանքների վրա։ Ի պատասխան այս գործողությունների Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ամերիկյան կողմի քայլը որակել է որպես հարձակում եւ խոստացել է համարժեք հակահարված տալ, սահմանելով ճիշտ նույնչափ մաքսատուրքեր՝ դոլարը դոլարի դիմաց սկզբունքով։ At President Trump's direction, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության համաձայն ԱՄՆ գանձապետարանը մեկնարկել է Իրանի դեմ տնտեսական աննախադեպ ճնշման նոր արշավ, որը ստացել է տնտեսական մեկուսացում անվանումը։ Իրանի էկոնոմիկայի նախարար Մասուդ Մադանիզադեն վստահեցրել է, որ Թեհրանը նախապես կանխատեսել եւ պատրաստվել էր այս զարգացումներին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր, եւ մենք լիովին պատրաստ էինք, որ այս իրադարձությունները տեղի կունենան։ Միաբևեռ աշխարհը ավարտվել է եւ նրանք եւս մեկ անգամ կհամոզվեն դրանում։ Նրանք կտեսնեն, որ ընդհանրապես չեն կարողանա հասնել հաջողության, ասել է նա։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինի առաջիկա այցին ընթരാճ Սպիտակ տանը կառուցվում է աննախադեպ ռազմական համալիր եւ պարասրահ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նա կատակելով նշել է, որ եթե Չինաստանն ունի իր մեծ պալատը, շուտով ԱՄՆ-ն եւս կունենա իրենը։ Այս լայնամասշտաբ շինարարության օրինականությունը սակայն դեռ վիճարկվում է դատարանում։ Անդրադառնալով կրթական համակարգին, Թրամփը շեշտել է, որ հանրային դպրոցներում տրանսգենդերային գաղափարախոսությունն արգելված է, իսկ այն հաստատությունները, որոնք աշակերտներին ասում են, թե նրանք ծնվել են սխալ մարմնում, երեխաների նկատմամբ բռնություն են գործադրում։ Նա ողջունել է նաև կանանց սպորտային թիմերից տրանսգենդերներին հեռացնելու ուղղությամբ արձանագրված դատական հաջողությունները։ Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու վառելիքի ցիստեր տեղափոխող մեքենան։ Պատահարի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։
بسم الله الرحمن الرحيم ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հանել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից, որտեղ այն ներառված էր 1979 թվականից։ Որոշման վերացվում են տասնամյակներ շարունակ գործող տնտեսական եւ ռազմական սահմանափակումները։ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարան շնորհավորել է ժողովրդին շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ բարեկամ երկրներին ցուցաբերած աջակցության համար։ والسلام عليكم ورحمة الله وبركاته Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում հզոր տորնադո է մոլեգնում։ Աղետի հետևանքով ավելի քան 40 մարդ է տուժել։ 2 մարդ համարվում է անհետ կորած։ Կոստա Ռիկայում 2 րոպե ընդմիջումով տեղի է ունեցել 5.4 եւ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ։ Նրանց հաջորդել են տասնյակ հենցնցումներ, տուժածներ չկան։ Նորվեգիայում լուսանկարվել է հազվագյուտ սպիտակ հյուսիսափայլ։ Սովորական կանաչ կամ մանուշակագույն երանգների փոխարեն երկինքը պատվել է աստղային լույսի պես փայլող սպիտակ հաստ շերտով։ Արջը Մագադանի փողոցներով է շրջել եւ վազել։ Ըստ մասնագետների կենդանին իջել է անտառից, սակայն քաղաքային միջավայրից վախենալով կրկին վերադարձել է այնտեղ։